Ողջույն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հեծը խլելու պլանը արդեն պատրաստ է։ Իհարկե նա չի օգտագործել խլել բառը, այդ գործընթացին տվել է պետականացում անունը, բայց լավ բառերը դեռ լավ բաների մասին չեն խոսում։ Արցախը հանձնելուց էլ ինքնիշխանություն բառն էին օգտագործում, բայց արի ու տես, որ այդ պետության համար անկյունակարային բառի տակ թաքնված էր երկրի հանձնում։ Հեծի խլմանն ուզում եմ անդրադառնալ երկու տեսանկյունից։ Նախ հենց խլելու մասին։ 2018 թվականի օգոստոսի 17-ին դա այն հայտնի օրն է, երբ պաշտոնավարման 100 օրը ամփոփեց մեծ հանրահավաքով եւ բազում ստեր ասաց, թե Արցախի մասին, թե տնտեսության մասին, թե բանակի մասին, այլ լիքը այլ բաների մասին։ Այդ ստերի շարքում նաեւ ասաց. մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող որևէ մեկը անհանգստանալու որևէ բան չունի։ Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան եւ ունեցվածք չի խլվելու։ Մի ելույթ էլ հիշեմ դրանից օրեր առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին։ Մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու։ Յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը։ Նման մի ելույթ էլ ունեցել է 18 թվականի հոկտեմբերի 7-ին։ Ուզում եմ հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, նալոգներ դնել, կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել։ Այս ելույթները ունեցել է հենց նույն մարդը, որը այսօր գրել է հեծը խլելու պլանը պատրաստ է։ Հեծը առաջինը չէ, որ խլում են, ուղղակի խիստ տարբերվում է ու քիչ անց կանդրադառնանք, թե ինչով։ Սկզբում խլեցին Security Dream ընկերությունը, որի տնօրենը մի քանի անգամ կալանավորվեց, ոլորտը անցավ կառավարության տնօրինմանը։ Հարգելի վարորդներ, ձեր մաշկի վրա ինչ փոփոխություն եք զգացել։ Այն, որ արագաչափերն են շատացել, խաչմերուկի տուգանող տեսախցիկներն էլ։ Հետո խլեցին աղբահանությամբ զբաղվող օտարերկրյա ներդրումներով աշխատող Sanitec ընկերությունը։ Աղբահանման գործը տրվեց Երևանի քաղաքապետարանին։ Երևանի հարգելի բնակիչներ, ինչ է փոխվել ձեր կյանքում դրանից հետո։ Տարի չկա, որ հատկապես ամռանը աղբանության խնդիրը Երևանում չսրվի։ 21 թվին Նիկոլը մուրճ պարացրեց օդում, արդյունքում դիմակներով մտան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, տեղի ունեցավ սեփականատիրոջ փոփոխություն, 30% բաժնեմաս հանձնվեց կառավարությանը։ 23 թվականին կառավարությանը հանձնվեց Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը։ Հանքում աշխատանքը կանգ էր առել 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, ու այս վերաբացումը ըստ էության հենց փայ մտնելու գինն էր։ 2024 թվականին Փաշինյանի կառավարությունը տիրացավ MTS Հայաստանի բաժնետոմսերի 20%-ին։ Թվարկած բոլորը, բացի Վիվասելից, կատարվել է կառույցների վրա իշխանության հարձակմամբ։ Հեծի դեպքումն էլ խլումը ուղեկցվում է սեփականատիրոջ կալանքով։ Կարող ենք իհարկե բերել սահմանադրությունը, օրենքները, որ Հայաստանում ներդրումները պաշտպանված են եւ այլն, բայց հավատացեք, որ սահմանադրությունը ամեն օր ոտնահարողների համար դա անհնար է, անիմաստ է։ Ես իրոք չեմ պատկերացնում, որ այս 7 տարվա մեջ այս ամենը մեր գլխին բերածին գնաս ասես, գիտես, դու սահմանադրության այս հոդվածն ես խախտում ու այսինչ օրենքները։ Ոտքից գլուխ խախտում է։ Ու հավատացեք, հիմա բոլորովին կարևոր չէ արդեն իր համար, թե այլ ինչ հոդվածներ են ի հայտ գալիս իր վրա։ Մի ամերիկյան ֆիլմ կա։ Հանցագործին 12 հոգու սպանելու համար մահապատժի են դատապարտում։ Դրանից հետո ելի այդ հանցագործի դեմ նոր քրեական գործ են բացում 6 գողությունների համար։ Դատի ժամանակ ասում է. խոստովանում եմ, այն 2 դպրոցներում տերորի հեղինակը ես եմ, բայց դուք ինձ արդեն մահապատիժ եք տվել լրիվ ուրիշ բանի համար։ Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը հիմա, հեծը խլելով, հարված է պետության հեղինակությանը, ժողովուրդ ջան։ Առանց այն էլ վիճակագրությունը ապացուցում է, որ ներդրումները քչացել են, հնարավոր է հենց նախորդ խլումների պատճառով, որ թվարկեցի։ Վաղը կգնա Նիկոլը, բայց արդյոք երկրի ներդրումային հեղինակությունը սրանց հեռանալով կվերականգնվի։
Նոր իշխանությունը ինչքան էլ վստահություն ներշնչի, հատկապես դրսից եկող ներդրողը ասելու է, հո 5 տարվա համար ներդրում չեմ անում, բա որ էլի մի հատ Նիկոլ գա մի քանի տարի հետո։ Բիզնես խլելը բոլորի համար ազդակ է, որ այս երկրում որևէ բիզնես պաշտպանված չէ։ Սամվել Կարապետյանի ընկերությունը Հայաստանի խոշորագույն գործատուներից է, բայց կառավարությունն ասում է, կարող ես բիզնես անել, աշխատողներ պահել, խոշոր հարկատու լինել, պետությանը հարկեր տալ, բայց ինչ որ մի պահի կարող է որոշեն, որ պետք է չաշխատես։ Քո բիզնեսը իմն է։ Հաջորդ մեկը, որ որոշել էր Հայաստանում ներդրում անել, կապ չունի, այստեղից թե դրսից։ Նույն վտանգի տակ նաև իր գումարն է ու ինքը դա հասկանում է։ Բայց չի բացառվում, որ մեր բոլորի սեփականությունն էլ նույնությամբ վտանգի տակ է։ Վաղն էլ կարող են որոշել, որ մեր տներն են առնում մեր ձեռքից։ 150,000 արցախցու սեփականությունը արած դրածը ձեռքներից չառան։ Սամվել Կարապետյանի բիզնեսը խլելով ինչ եք կարծում, ում է վնաս տալիս ավելի շատ, բիզնեսմենին, թե քո երկրի քաղաքացուն, որ աշխատում էր նրա մոտ, քո բյուջեին, որ հարկային մուտքեր էր ապահովում։ Եվ այնպես չէ, թե բիզնեսը վերցրեցիր, այդ մուտքերը դու կարողանալու ես ապահովել։ Այստեղ անդրադառնանք հեծը խլելու մեկ այլ վտանգավոր կողմին։ Կառավարությունը ոլորտը մեծ ռիսկերի տակ է դնում։ Դա մի համակարգ է, որը ամեն օր պահանջում է ներդրումներ։ Տուն չէ, որ մի անգամ լավ սարքես ու տարիներով վրա գործ չանես։ Վերջին 10 տարում հեծի վրա շուրջ 700 միլիոն դոլար ներդրում է արվել։ Կառավարությունը կարող է նման ներդրում անել, աշխատացնել։ Դա պետական հիմնարկի աշխատանք չէ, որ 6-ին փակես գնաս տուն, առավոտին 5-ից բացես աշխատես, որոշներն էլ շարիկ գլորեն։ Նիկոլի կառավարությունը, որ վարկերով է երկիրը պահում, որ 1 տարում 1 միլիարդ դոլար պարտք է ավելացնում, հեծի վրա ներդրում անող է, պարտք է վերցնելու ներդրում անի։ Սրանք երևի մտածում են ինքն իրեն աշխատելու է։ Ձեր մուծած հոսանքի փողն էլ գնալու է ՔՊ բյուջե։ Այդպես է, հեշտ պատկերացնում են։ Վստահ եմ, որ չեն պատկերացնում ինչ է լինելու։ Պարզ չէ, որ սրանք համակարգը տանելու են քայքայման։ Մենք էլ, Փաշինյանն էլ բազմից սապացուցել ենք ու ասել, որ կառավարությունը անգրագետ է, անարդյունավետ է, ու դա նաև հեծի պարագայում կզգա յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա։ Եթե մյուս բիզնեսների խլումը, փայ մտնելը վերաբերում էր հանրության մի մասին ընդամենը, էլեկտրաէներգիան վերաբերում է բոլորին։ Եթե այն բոլոր բիզնեսներում, որ իշխանությունը փայ է մտել, տարվեն տապալման, կարող է ձեզանից շատերը ոչ էլ զգաք, բայց որ մտնեք հովհարային անջատումների երկարատև փուլ, այ դա կզգաք։ Որ գան ասեն ժողովուրդ ջան, որպեսզի լինենք ինքնիշխան, պետք է հոսանքի գինը թանկանա, արդեն իմացեք, որ դա էլ են գցել ոտքներին։ Հեծը վարի են տալու, ինչպես վարի են տվել իրենց վստահված ոլորտները։ Գուցե կարելի կլիներ փորձել, դա էլ փորձել, եթե կապված չլիներ ամբողջ ժողովրդի հետ։ Իսկ մենք մի քանի անգամ տեսել ենք, թե ինչպես է ձեր փորձը դառնում փորձանք մեր երկրի գլխին։ Կարճ ասած, այս ամբողջ գործընթացի մեջ չեք գտնի որևէ պետական շահ, չեք գտնի որևէ տեղ։ Կտեսնեք ներդրումների փախուստ, աշխատատեղերի կորուստ, հոսանքի թանկացում, ռազմավարական նշանակության օբյեկտի քայքայում։ Դա չի կարող լինել պետության կամ ազգային շահը։ Պատգամավոր ազգային ժողովում օրերս հայտարարեց. առաջին բանը, որ պիտի ազգայնացվի մեր երկրում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Այս իշխանության պարագայում ճշգրիտ ձևակերպում է դա։ Հայաստանի կառավարությունը այսօր որևէ կապ չունի հայկականության, հայկական շահերի, հայ ժողովրդի հետ։ Ճիշտ հակառակը։ Եվ սրանք ամեն ինչ անում են, որ իրենցից հետո երկիրը չվերականգնվի եւ ոչ մի ուղղությամբ։